Պարոն Կարապետյան, ինչով եք բացատրում ինքնաբացարկներ, զանգվածային ինքնաբացարկները, որովհետև կարծես թե այդպիսի նախադեպ չի եղել մինչև հիմա։ Ինչ սցենար ունեք, ինչու է մեր գաղտնի պլանի մասերից է։ Հնարավոր է, որ այսպիսի սցենար կա, որ ինչ-որ պահի մանդատները վայր դնեք, ձեզ համար կանխատեսելի լինի նրանից հետո եկող տեխնացուները։ Դա գաղտնի պլանի մաս է։ Բոլորը մեր թիմակիցներն են եւ մնում են մեր թիմակիցները, բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի։ Բայց դա մեր քաղաքական մարտավարություն։ Իսկ գուցե քրեական վարույթներ չկա։ Նշել եք, որ այս անձանց ինքնաբացարկը պայմանավորված էր, որպեսզի նրանք պաշտպանեք նրանց հնարավոր իշխանական ճնշումների մասին է խոսքը կհստակեցնեք։ Ամենօրյա բռնաճնշումների։ Այս անձինք այդքան էլ հանրային ճանաչելիություն չունեն, ինչ ճնշումների մասին է խոսքը, այսինքն որ քրեական հետապնդումներ եւ այլն։ 700 մարդ ձերբակալել են, դրանցից երևի հանրային ճանաչելիություն ունենային մի 5 մարդ։ Պարոն Կարապետյան, գուցե որպեսզի նրանց չձերբակալեին դրա համար զանգվածային դուրս եկան ցուցակներից, այսինքն նոր քրեական վարույթներ տարբեր տեսակի բռնաճնշումներ են իրականացնում։ Բայց ակնհայտ է, որ Պարոն Կարապետյանի համար արդեն տեխնատուներ ունեք, Արամ Բարթևանյանի մասին են խոսում, Էդգար Ղազարյանի, կա արդեն տեխնատուներ։ Մենք դեռ այդ հարցը չենք քննարկել, շատ շուտով քննարկելու ենք։